Հարցս հարգելի հետևորդներ, հետևյալ հոլովակով ձեզ կներկայացնեմ ինչպես աշխատել ուղեցույց կոչվող պատուհանի նախագծի քարտեզ կոչվող ենթաբաժնի հետ, կներկայացնեմ իր հիմնական կարճ հանդիսացող տարրերը, իրենց հետ աշխատանքի կարգը, իրենց ստեղծման կարգը և գործառույթները։ Մենք հարկերից իմ մոտ արդեն ձևավորված է 5 հարկ, և այժմ ձեզ կներկայացնեմ ինչպես է ստեղծվում հարկերը։ Տարբերակներից մեկը կարող եք նշել յուրաքանչյուր հարկի վրա աջ մկնիկի աջ ստեղնով և այստեղ հենց անմիջապես երկրորդ տողում նշված է create new story, այսինքն ստեղծել նոր հարկ, նշելով իր վրա մեր մոտ բացվում է մի պատուհան, որտեղ կարող եք նշել կամ ստեղծել դեպի վեր, կամ ստեղծել դեպի ներքև, նշել հարկի անունը, որ ցանկանում եք ստեղծել, և հարկի բարձրությունը։ Այս կարգավորումները անելով կստեղծվի ձեր կողմից նոր հարկ։ Այս պատուհանը կարող եք գտնել նաև սեղմելով ահա այս գործիքի վրա, այս գումարի։ Ավելի նպատակահարմար եմ համարում օգտվել հետևյալ պատուհանից, նշելով այս հարկերից մեկի վրա ներքևում մենք ունենք պարամետրեր settings կոչվող ոճակը։ Սեղմելով իր վրա մեր մոտ բացվում է story setting, այսինքն հարկերի պարամետրեր կոչվող պատուհանը, որտեղ ներառված են մեր նախագծում օգտագործվող բոլոր հարկերը։ Ահա տեսնում ենք 00 հարկը, +3, +6 և այլն։ Այժմ կներկայացնեմ ինչպես են ստեղծվում նոր հարկերը։ Նախ վերեք change-ենք այս գոյություն ունեցողները, delete story, ինչպես նաև սրանք և story հարկը։ Մեր մոտ պահպանեցի միայն +00 նիֆի հարկը։ Ստեղծելով insert above, այսինքն դեպի վեր ստեղծել, մեր մոտ առաջ է գալիս դեպի վեր հարկ և ստեղծենք միանգամից insert below դեպի ներքև հարկ։ Այստեղ կանվանենք այս հարկը հատակագիծ, վերանվանը, գումարած 3 նիֆի վրա։ Այստեղ կարող ենք փոխել հարկի նիշը, կարող ենք նշել, որ հարկը գտնվում է մեզրոյական նիշի 4,20 մետր բարձրության վրա, ահա այդ ձևով կարգավորելով իր բարձրությունը նաև vrող հարկի։ Story հարկում ևս վերեք, դա հիմա ես պատճել եմ։ Ընդունենք -3,6 նիֆ է մեր մոտ, ահա։ Նիֆի վրա։ Որպեսի համապատասխանի մեր այս գրված նիշը իրական բարձրության հետ, այստեղ թիվը կփոխեմ -3,6-ի, այսինքն մեր հարկը գտնվում է -3,6 նիֆի վրա, և այն ավտոմատ փոխեց նաև հարկի բարձրությունը 3,6 մետր։ Այս ձևով կարող եք ստեղծել կամ ջնջել յուրաքանչյուր ձեր շենքի հարկայնությունը, հիմնական նախագծի հարկայնությունը։ Հիմա կնշեմ cancel։ Այս պատուհանը կարող եք բացել նաև սեղմելով Ctrl գումարած 7 կոճակը։ Այժմ ձեզ կներկայացնեմ section և elevation, այսինքն կտրվածքներ և ճակատներ ստեղծելու կարգը։ Այստեղ ձախակողմյան հատվածում, մեր toolbox կոչվող պատուհանում, մենք ունենք պրոյեկցիա, այսինքն պրոյեկցիա մեծ ենթաբաժինը։ Այստեղ տեղադրված են հիմնական պրոյեկցիաներ ստեղծող գործիքները, դրանք են կտրվածքները, ճակատները, թռվածքները, հանգույցները, աշխատանքային գծագրերը և կամերան տեղադրվող, որը որ ստեղծում է մեր համար պրոյեկցիա, կոնցեպտ։ Այստեղ սեղմելով ահա այս հրամանի վրա կտրվածքներ, նշում ենք այն կետը, այն հարթությունը, որով ցանկանում ենք կտրել մեր
շենքը հատակագծում, նստելով առաջի եւ երկրորդ կետերը եւ դեպի վեր սեղմելով, որպեսզի պրոյեկցիան տեսնենք դեպի վեր, մեր մոտ առաջ է գալիս այսպիսի կտրված, այն ավտոմատ կերպով համարակալում է 5 մագնիշով, բերեք ես այժմ փոխեմ 4, ահա, ունենք 4 կտրվածքը, այստեղ նաև կվերանվանեմ կտրվածքի անունը 4, ահա այս ձևով կարող եք ստեղծել ձեր ցանկացած կտրվածքը, այժմ եթե ես ստեղծեմ աճ մտնիկի ստեղնը եւ open with current view settings, այսինքն բացել հետեւյալ տեսքի պարամետրերով, մենք կունենանք ահա այսպիսի մի կտրված շենքի, ահա այսքանը, այժմ բերեք որոշակի ուսումնասիրենք կտրվածքի կարգավորման պարամետրերը, կարող եք սեղմել Ctrl+P, ես այժմ կսեղմեմ ահա այստեղ, գալով կտրվածքի պարամետրերի մեջ տեսնում ենք այստեղ Ctrl+4, եթե 10 պատուհան, առաջինը դա general-ն է, հիմնական պատուհանը, որտեղ նշվում է իր ID-ն, այսինքն համարը կտրվածքի, անվանումը կտրվածք 4, այստեղ իր ստատուսը, այսինքն այն ավտոմատ կերպով է վերափոխվում, թե մեր անմիջական update անելու տարբերակով, թե կտրվածքը ունի drawing կարգ, այսինքն ստատուս, այսինքն այն միայն երկչափ էլեմենտներից է բաղկացած, սեղմելով ահա սրա վրա մենք կտեսնենք, որ մենք կտրվածքը ամբողջությամբ կազմված է 2D, այսինքն երկչափ տարերից։ Այժմ ես այն կտեղադրեմ auto review, որպեսզի այն ավտոմատ ձևով վերաստեղծվի, վերադրվի։ Show all stories, այստեղ կարող եք նետել թե որ հարկերի վրա, հատակագծերում արդեն մեկ կտրվածքների Երևան, horizontal եւ vertical range-ը, այսինքն հորիզոնական եւ ուղղահայաց սահմանները, այստեղ իմ մոտ նշված է limited, այսինքն սահմանափակված է այս գծով, որ կարգավորում է, ես այժմ սեղմեմ OK, ապա տեսեք, կարող եմ կարգավորել, թե մինչև որտեղ կտրվի իմ շենքը։ Տեսնել կարող եմ նշել, թե մինչև որտեղ ստվեր են շենքը։ Եթե ես ունեմ հետևություն, կարող եմ ահա սա տեղափոխել առաջ եւ նշել, որ ահա այս գծից հետո այն ամեն ինչ որ գտնվում է գծից հետո լինի ավելի ստվերով, քան այն ինչ որ գտնվում է գծից առաջ։ Այդ ձևով գրաֆիկական գրաֆիկորեն ճիշտ ձևավորել մեր կողմից ստեղծված գծագիրը։ Ուղղահայաց range-ը, այսինքն սահմանները, ստեղ կարող ենք նշել infinite, որի պարագայում մենք չունենք ուղղահայաց սահման, այսինքն եթե ես նշեմ infinite եւ անցնենք դեպի այս կտրվածքը, տեսնենք, որ ուղղահայաց որևէ սահման չունենք։ Կտրվածքը անսահման ահա այսպես կտրվում է։ Ես այժմ կնշեմ limited, ահա ստանում այստեղ այդ ձևով նշելով, որ սրոնիշից այն կտրվի 12 մետր բարձրությամբ եւ դեպի ներքև թող լինի մինուս ընդունենք 2 մետր։ Այս պատուհանից այսքանը, այստեղ իրականում կան մի շարք հետաքրքիր ֆունկցիաներ, որոնք որ օգտագործում են մեր նախագծերում, սրանց մասին ես հետագայում ավելի մանրամասն ձեզ կներկայացնեմ, այժմ մակերեսորեն ահա այսպես ցույց տամ, այստեղ model appearance, այսինքն թե ինչպես պետք է վերարտադրվի մեր կտրվածքը, ինչ մակերույթներ պետք է ունենա մեր կտրվածքը, մեր պարագայում ահա տեսնենք, որ cut fill-ը, այսինքն կտրվող տարը պետք է ունենա newt եւ առանց ստվերի։ Կարող եք նշել, որ newt ունենա, shaded լինի, այսինքն նաև ունենա ստվեր։ Uncut element, այստեղ արդեն կարգավորվում են, թե ինչ ձևով պետք է պատկերվի, պատկերվեն այն տարրերը, որոնք որ չեն կտրվում, այս մեկ կտրվածքի գծով, ահա,
կուսումնասիրել եւ որպես կանոն միշտ տեղադրում եմ surface texture fill method-ի, դուք կարող եք դա դնել, կամ uniform pen color, այս երկու տարբերակը ամենանպատակահարմարն են։ Այստեղ cover fill-ը, fill foreground-ը նշված է, դա կարող եք փորձել, այժմ դրա վրա կենտրոնանանք, marker-ը այստեղ կարող եք նշել գծի տեսակը, թե ինչ գծով է ինքը կտրվում, այստեղ ես տվել եմ segments, դուք կարող եք continuous տալ, նշելով continuous-ի վրա, ահա մեր այս գիծը ամբողջական կլինի, ես այժմ ես կտամ, և շարունակենք, marker-ի բարձրությունը, տեքստի տեսակը, այստեղ նշում եք 5 marker-ով պետք է պատկերվի հատակագծում մեր կտրվածքը, այստեղ արդեն level, այսինքն մակարդակների նիշերի գույնը, որ կողմից այն մակարդակը պետք է արտահայտվի, կարող ենք նշել, որ մի կողմից այն լինի, եւ տանք, որ կենտրոնականը չլինի, կամ որպես կանոն թողում ենք կենտրոնականը, որպեսզի այն պատկերվի, եւ ես դնում եմ, ահա այսպիսի ստվերային մոխրագույն գույն, դուք արդեն կարող եք ծրել գրաֆիկական պատկերման մտել, եւ այսքան այստեղ նշում է լիֆտի արդեն level-ի վրա գտնվող տեքստի գույնը, եւ story level symbol-ը, արդեն սիմվոլը, ահա, եւ այստեղ կարող եք նշել, թե որ առանցքներ է Երևան մեկ կտրվածքում, որոնք թե կարող եք նշել, որ select-ից եւ ապրեք այս հարկերում գտնվող մեր առանցքները պատկերվեն կտրվածքում։ Ես հիմա կնշեմ ով, դա այդքանում, okay, սա հիմնականը կտրվածքներից, այժմ նույն ֆունկցիոնալով համալրված են նաև մեր ճակատները, կարող եք ստեղծել ճակատ, ես այժմ կնշեմ show որպեսզի իր սետը բացվի, երևա, եւ մեր ճակատը եւս երևա, ահա, նույն ձևով սեղմելով երկու կետի վրա առաջացնում ենք մեր ճակատը, այն անվանում ենք համարակալումը կատարում ենք եւ նույն ֆունկցիոնալով է նաև օժտված հետեւյալ գործիքը։ Նույնը կարող ենք ասել նաև ռադիոկա մեր պարագայում կրված կոչվում գործիքն է, որը հետեւյալ նախագծում չեմ օգտագործել, բայց այժմ կներկայացնեմ ինչպես աշխատել իր հետ։ Նշում ենք ահա այս գործիքի վրա, վերցնում ենք թե որ կետից, որ կետը պետք է տարածվի այս մեր կտրվածքը, այս մեր փռվածքները, եւ նշում ենք դեպի հետ, որպեսզի ահա այս ձևով ներկայացնենք, որ բոլոր 4 պատերին էլ մենք ունենք ահա այսպիսի մի տեսք, եւ տեսնենք առաջինը պատկերում է դեպի այս թվում գտնվող պատը իր կտրվածքով եւ սկսած ահա այս գծից եւ այդպես շարունակ։ Ներքև այստեղ կարող ենք տեսնել աշխատանքային գծագրեր կոչվող պատոհանը, ինչ այն իրարից ներկայացնում։ Ենթադրենք ունենք ծագիր, որ ցանկանում ենք միայն երկչափ բարերով մշտակելով ստանալ, դա անելու համար նշում ենք ահա աշխատանքային գծագիր կոչվող գործիքի վրա, նշում ենք թե որ մակերես ենք ուզում մշտակել, որպեսզի գծագիր ստանանք, այսպես, եւ ասում ենք open with current usage, բացել հետեւյալ պատոհանի պարամետրերով, ահա, եւ տեսնում ենք, որ մեր կողմից ստեղծված
բոլոր տարերը երկչափ են, նույնիսկ գծանշումները ամբողջապես դարձել են երկչափ, եւ ջնջելու պարագայում նախագծի վրա որևէ բան չի ջնջվում, եւ կարող եք հանգիստ այստեղ մշակել ձեր ցանկացած գծագիրը ստանալ, եթե դժվարն է այն եռաչափ մշակել, եռաչափ ստանալ։ Այսօր այսքանը ավելի ներքև ունենք հանգույցներ, որը աշխատում են նույն ձևով, ընտրում ենք տարածքը, ընտրում ենք գործիքը, նստում ենք տարածքի վրա եւ նույն ձևով ստանում ենք հանգույցի գործիքը։ Դեպի եռաչափ պատկերներն են, եռաչափ դոկումենտները, ինչպես սա իրանք ներկայացնում, սա հետաքրքիր գործիք է, ընդունենք ունենք կամ ցանկանում ենք անել արդեն ինտերիեր նախագիծ անելու, ցանկանում ենք ունենալ առաստաղի հատակագիծ, շատ դեպքերում դժվարանում ենք այն իրականացնել հատակագծի վրա, քանի որ պրոյեկտում է այն ոչ թե դեպի վեր, այլ դեպի ներքև եւ մեր կողմից գծված ընդունենք կառնիզները չեն պատկերվում այնպես, ինչպես որ մենք ենք ցանկանում։ Կարող եք օգտվել հետևյալ ֆունկցիայից, սեղմելով մկնիկի աջ ստեղնը, բացվում է մի հատ այս պատմահան, որտեղ նշված է new 3D document for floor plan, այսինքն նոր եռաչափ փաստաթուղթ հատակագծի համար։ Ընդունենք ինչ-որ այսպիսի անվանում, այսպես իմ կողմից ստեղծվեց, այժմ կարող ենք այս փաստաթուղթը ապել իր պարամետրերի մեջ նշել, որ այն պատկերի ոչ թե դեպի ներքև, այլ reflected ceiling, այսինքն հակառակ առաստաղի հատակագիծ, եւ այդ պարագայում մենք ունենանք հակառակ առաստաղը։ Եվ կարող եք նշել, թե ինչ բարդությամբ այն կտրվի, սա բավականին լավ գործիք է եւ խորհուրդ եմ տալիս օգտվել առաստաղի հատակագծը իրականացնելու ժամանակ։ Այդքանը։ Եռաչափ փաստաթուղթի ստեղծման համար կարող եք ստեղծումը կարող եք իրականացնել նաև եռաչափ տեսքերի համար, որը եւս բավական օգտակար է, եթե ցանկանում եք ունենալ եռաչափ պատկերներ, ընդունենք ահա սա մեր շենքն է, ցանկանում եք իր եռաչափ պատկերը ստանալ, նույն ձևով նշում ենք ահա այդ կլիկ եւ new 3D document for 3D եւ ահա այդ պատկերով մենք ունենանք եռաչափ փաստաթուղթ, ընդ որում ստեղծելով պերսպեկտիվ, որպես մենք ունենանք հեռանկարային փաստաթուղթ, եւ այժմ այս դիրքը ուղղակիորեն չի փոխվում, կարող եք այստեղ իր պարամետրերի մեջ այստեղ նշել, թե ինչ մակերևույթով այն պետք է լինի, այն պետք է ունենա մակերևույթ լցված գունային գամմայով եւ ստվերով, թե ոչ, այսպես նաեւ power fill for foreground, դա կարող եք այս միացնել, interesանա։ Այժմ ես դա կցնջեմ։ Նստելով, ահա այս շատ կարևոր պատուհանին, սա մեր մասնագետ են նախագծների հիմնական օգտագործող մասնագետներ եւ անփոփոխները։ Այստեղ տենում ենք այն ունի հիմնականը 3 բաժանում էլեմենտներ, այսինքն տարերի մասնագետների կազմման համար, components, այսինքն կոմպոնենտների, կցածարերի կամ դետալների, մասնիկների մասնագրերի իրականացման համար եւ surfaces, այսինքն մակերևույթների մասնագրերի կազմման համար։ Առավելապես իհարկե այստեղ օգտագործում են տարերի մասնագրերը, բայց աշխատանքային գծագրեր իրականացնելու պարագայում իհարկե պետք է օգտվել կոմպոնենտ կոչվող ահա այս մասնագրերից։ Այժմ ամփոփագրերը, տեսեք իմ մոտ նախապես ստեղծված են
պատուհանների և դռների մասնագիր, շենքեր, ունեմ արտաքին և ներքին դռների մասնագիր, ունենա այդպիսի միտքեր, տարերում ինչպես է կարգավորվում այդ մասնագրերի իրականացումը, ինչպես է իրականացվում։ Այստեղ յուրաքանչյուր մասնագիր վերևի աչակողմյան հատվածում ունի shell settings կամ մասնագրի պարամետրեր կոչվող հրամանակ։ Սեղմելով իր վրա տեսնենք, որ այդ պատուհանի մեջ ներառված են մեր կողմից նախագծում ներառված բոլոր մասնագրերը։ Օգտագործող թե չօգտագործող, բայց բոլորը ահա այստեղ դրված են։ Այստեղ ինչպես ստեղծել նոր մասնագիր։ Նշում ենք new storing ձախ հատվածում ահա այս հրամանի վրա, այսինքն նոր։ Այստեղ նշում ենք list համարը, թե ինչ համարի մասնագիր է սա, կամ ID-ն։ Ես այդում կնշեմ անփոթագիր համար 4, ընդունենք կամայական բազմաստեղծ պատերի, այստեղ կարող եք նշել այդ մասնագիրի իրենք ներկայացնում է տարերի մասնագիր, կոմպոնենտների, այսինքն դետալների, թե մակերույթների մասնագիր, այժմ մեր տարերի մասնագիրը, նշենք OK, այստեղ կարող եք ընտրել, թե որ տարի համար է նախատեսվում իրականացնել մասնագիրը։ Ես կնշեմ պատերի, կարող ենք ավելացնել հավելյալ կրիտերիաներ կոնկրետ պատերի համար, որպեսզի ընտրենք, թե որ պատերն ենք ցանկանում մենք ներառենք այդ մասնագիրը։ Կարող եք ընտրել կամայական շերտ, մեր պարագայում ես կընտրեմ կոնստրուկտիվ արտաքին պատեր շերտը, կամ պատեր միջնորդներ կընտրեմ։ Այս ձևով ընտրելով բոլոր այն պատերը, որոնք իրենց ներկայացնում միջնորդներ, այստեղ կնշեմ, որ ցանկանում եմ, որ մասնագիրի մեջ առաջին շարքում լինեն element ID և այսպիսով կարող եմ նշել OK, ահա այստեղ ունենանք տարի մակնիկը և արտակարգեցում իր էսքիզը։ Սա բոլոր միջնորդներն է վերաբերում նախագծում օգտագործված այստեղ անորոշ է նշել, որ large items, ահա, որպեսզի գումարվեն մեր կողմից օգտագործող բոլոր բազմաշերտ պատերը ներքին, համախմբվեն նույն մակնիք ունեցող պատերը։ Եվ այդքանը։ Նույն ձևով կազմում են նաև մնացած բոլոր մասնագրերը։ Մենք այստեղ ունենք ներքին դռների մասնագիր, բերեք այդում բացի ներկայացնեմ։ Ահա այստեղ ունենք Floating element ID, այսինքն մակնիկը, quantity, քանակը, nominal weight and page size, նշել եմ այստեղ գրել եմ բազմաստիճան չափեր, ինքը իրենց ներկայացնում լայնությունը և բարձրությունը կոնկրետ տարի, to the plan preview, երկչափ տարի էսքիզը, այստեղ իմ կողմից ստեղծված պարամետր բացման ուղղությունը դռան, ահա այստեղ ավտոմատիկ երկրորդ գրումը, և 3D back view, կարող եք նաև փոխարինել front view, որը տարբերություն չկա, այստեղ նշվում է դռան էսքիզը, ֆրոնտալ, կակատային, նման ձևով նաև կարգված է պատուհանների և արտաքին դռների մասնագիրը, ահա եթե նշենք սա ու կլիկենք,
Սա արտաքին դռների մասնագիրն է։ Այստեղ այսքան է։ Անգլիներ վերադառնանք նախագծի քարտեզ կոչվող project map նախագծի քարտեզ կոչվող պատուհանին։ Սա մասնագիր ամփոփագրերից վերդմես, ահա այստեղ project index-ից այդ պատուհանը վերաբերում է մեր կողմից ստեղծված փաստաթղթավորումների նախագծային փաստաթղթավորումների կազմերին հիմնական փաթեթների մասնագրերի այստեղ տեսնում ենք վերդմես ծրտի գծագրերի մասնագիր վերդմեսը ամփոփագիրը այստեղ շատ ավելի վերանվանենք սա մեր կողմից իրականացված իմ կողմից իրականացված այն փաթեթի նախագիծ փուլը ահա փաթեթ Am գծագրերի ամփոփագիր ուղղակի փուլ նախագիծ կնա որը կազմվում է ստեղծելով index setting index-ի պարամետրեր այստեղ նշում ենք ձեր կողմից իրականացված subset-ը մեր պարագայում ես անվանել եմ այդ արտադրական նախագծային փաթեթ master-ը չի ներառում այսինքն շաբլոնը չի ներառում աբլոցան նույնիսկ առաջին էջը եւ շաբլոնը չի ներառում նաեւ դիտողոսացիացի թերթերը այսօր իմ կողմից ավելացվել է layout ID այսինքն edge ID եւ edge անվանում այդ ձևով ստեղծելով մասնագիրը ավելի մանրամասն հետագայում կներկայացնեմ լիստերը այստեղ ներառված են բոլոր տարերը բոլոր կոմպոնենտները բոլոր զոնաները որոնք որ կան նախագծում գրեք basic-ը ներկայացնեմ ասա basic-ն է հիմնական այսինքն основное ահա տեսնենք բոլոր տարերը դրանք թիմեր են պատեր են ֆլետներ այսինքն հատակներ են ինչպես նաև կա field մեծ այսինքն բոլոր այն էլեմենտները որոնք որ կան նախագծում այստեղ ներառված են այստեղ սա էլեմենտներն են կոմպոնենտների մեջ ներառված են բոլոր կոմպոնենտները basic-ը ներկայացնեմ բացի եւ վեստի մոտ դատակից եւ զոնաները basic-ը ներկայացնում այսինքն բոլոր զոնաները որոնք ներառված են այստեղ իրենց մասնագիրը տեսնենք հարկերի վրա գտնվող անեմ ինֆորմացիա կամ info կոչվող պատուհան այստեղ նախագծի վերաբերյալ կարող եք ունենալ նոթեր ավելացնել կոնկրետ փուլերի համար կոնկրետ նշումներ կատարել ռեպորտներ անել որ այսինչ ավարտվել է այս ժամանակ այն ժամանակ սա թմային աշխատանքի ժամանակ արդեն բավականին կարևոր պատուհան է եւ help-ը կարող եք օգտագործել ձեր ցանկությամբ ուղղել հարցեր գրաֆիսով ընտրության կայքին նախագծի քարտեզ կոչվող project map կոչվող պատուհանից այսքանը հաջորդ թողարկում կներկայացնեմ մոդելի տեսքերը ինչպես նաև դիտերը այսինքն sheet map-ը եւ շնորհակալ եմ դիտման համար սովորաբար